Անի Օհանյանն ու Անդրեն, ինչպես հայտնի է, տևական ժամանակ է միասին չեն։ Երգչուհին այսօր գրառում է կատարել, ներկայացնելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել ամուսնալուծվելու որոշում կայացնելու համար։ Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենտլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել, իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով, այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր, գրել է Անի Օհանյանը։ Նրա կարծիքով Անդրեն չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում իրեն։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն հոգու աղաղակ է, այլ կոչ բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար։ Հիշեցնենք, որ 2022 թվականին 43-ամյա երգիչը որոշել էր ամուսնանալ 21-ամյա երգչուհի Անի Օհանյանի հետ։ Նորությունը ոգևորել էր Անդրեի երկրպագուներին։ Ճանաչված երգիչ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկ էր արել երգչուհի Անի Օհանյանին։ Անդրեն լավ նորությունը երկրպագուներին հայտնել էր Ինստագրամում։ «Իմ սերը քեզ, Անի Օհանյան, սիրո առաջարկություն Տաթևի վանքում», գրել է երգիչն ու հուզիչ տեսանյութ հրապարակել։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է զույգն ուղղաթիռով հասնում Սյունիք, այնուհետև Տաթևի ճոպանուղով Տաթևի վանք, որտեղ էլ տեղի է ունենում գեղեցիկ արարողությունը։ Աղջկա համար երգչի այս քայլն անակնկալ էր։ Զույգի երկրպագուները բազմաթիվ շնորհավորական խոսքեր էին հղել նրանց մաղթելով երջանկություն և անսպառ սեր։ Զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր էր սկսում իր երգչուհու կարիերան, նա 21 տարեկան էր, ծնվել էր Արմավիրի քաղաքում, բայց մեծացել Սանկտ Պետերբուրգում։ Անդրեն ծնվել է 1979 թվականին Լեռնային Ղարաբաղում, սակայն երկար տարիներ ապրել և աշխատել Հայաստանում։ Վերջին տարիներին Անդրեն բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թեև հայրենիք հաճախ է գալիս։ Տարեսկզբին նա բարդ վիրահատության էր ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից հետո վերադարձել էր Հայաստան ու մի քանի ամիս բնակվում էր հայրենիքում։ Երգիչ Անդրեն խոստովանել էր, որ ազգային երգիչ նախագծի շրջանակներում է առաջին անգամ տեսել Անիին և հենց այդ պահին հասկացա, որ սիրահարվել եմ։ Այս մասին Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման ընթացքում պատմել էր Անդրեն, ներկայացնելով իր և Անի Օհանյանի սիրո պատմությունը։ Երբ բարձրանում էի պրոդյուսերների մոտ, բոլորը հետաքրքրվում են ինչ է պատահել, բայց ես չէի կարող ասել, որ սիրահարվել եմ մասնակիցներից մեկին, քանի որ արգելված էին հարաբերությունները ժյուրիի և մասնակցի միջև։ Առաջին փուլի ավարտից հետո մեկնել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու կապն այդ փուլում ընդհատվել է։ Իսկ հետո ես գրեցի Անիին, առաջինն ասելով, որ պատրաստ եմ նրա կողքին լինել և օգնել նրան, պատմել էր Անդրեն։ Անին հավելել էր, որ չի հավատացել, որ նրան Անդրեն է գրել։ Ինստագրամ բացել եմ նախագծի համար, երբ ստացա նամակ, մտածեցի ֆեյք էջ է։ Բայց երկար շփվեցինք, մոտ 2 տարի, երբ իմացա, որ առողջական խնդիրներ ունի, մենք չէինք շփվում, քանի որ հարաբերությունները դադարի մեջ էին, ասել էր Անին։